Պատուան չթողեցինք, բոլոր արագությունացրեցինք ու հասկացանք, թե որտեղ ինչ է կատարվում։ Գնացել էինք Գեղարքունիքի մարզ, գյուղ Սոտք։ Թե ես ինչ տեսա այնտեղ ու ինչ զգացի, այսպես շատ բարդ կլինի ձեզ ասելը, բայց ահա որ էր, ուրեմն Սոտք գյուղը, եթե չեմ սխալվում թվով, ունի 250 տուն։ 250 տնից 2 ընտանիք էր մնացել դեռ գյուղում։ Երբ պարոն Կարապետյանին ներկայացրեցինք, թե Սոտքում ինչ իրավիճակ է, քանի տուն կա վնասված, պարզ է նկարներով եւ ամեն ինչով, պարոն Կարապետյանը, եթե փորձեմ ինձ թույլ տամ ասեմ այսպես, անգամ բարկացա, որ մենք դեռ ուղարկում ու հարցնում ենք, թե մենք ինչ պետք է անենք, քանի որ մենք շատ լավ գիտենք ինչ էր ասելու պարոն Կարապետյանը։ Շատ արագ անցանք գործի եւ Սոտք գյուղում վերակառուցեցինք 147 տանիք։ Նշեմ, որ արդեն հոկտեմբերի ավարտ էր, եթե չեմ սխալվում, ու այն էլ Սոտքում բավականին ցուրտ էր ու դիմացը ձմեռ էր ու պետք էր գործել մաքսիմալ արագ։ Պարզա որ գործել ենք մաքսիմալ արագ ու երբ Նարեկ Կարապետյանի հետ քննարկում ենք, թե ինչ պետք է անենք, ոնց պետք է անենք, Նարեկ Կարապետյանը հստակ ուզեց, որ այդ գյուղի տանիքները պետք է լինի ուղիղ այնպես, ինչպես որ իրենց գյուղի տանիքներն են։ 147 տանիք կապիտալ վերանորոգվել է։ Ուղղակի սենց տանիքներ կար, որ ընդհանրապես չկար, ռմբակոծված էր։ Անգամ եթե մի փոքր ծակ էր մնացել, վերանորոգել ենք ամբողջությամբ, քանդել ենք սաղ, նորն ենք կառուցել։ Այդ տներից մոտավոր, եթե թիվը չեմ սխալում, 30 տուն, մոտ 30 տուն, պատերը փլված, ընդհուպ միջև տուն է եղել, որ 4-ը պատից 3-ը վերակառուցել ենք հիմնովին։ Եվ մարդիկ նոր տարին դիմավորեցին 4 տանիքով։ Գարնանը Նարեկ Կարապետյանն ուզեց, որ այդ գյուղը լինի շատ սիրուն։ Ուղիղ ասում եմ, ասեց ես ուզում եմ, որ այդ գյուղը լինի մեր գյուղի նման սիրուն գյուղ։ Մենք հաջորդիվ 147 տների պատերի մակերեսները արեցինք շատ սիրուն, սվաղել ենք, ներկել ենք, շատ սիրուն ենք սարքել։ Այս պատմության մասին անկեղծ ասած չգիտեմ, ձեզանից ով գիտեր, թե չգիտեր, քանի որ Կարապետյաններ ընտանիքը միշտ մեզ արգելել է առհասարակ խոսել նրա մասին, թե մենք ինչ բարեգործություններ ենք անում, որովհետև էդ է իրենց ձևը ու էդ է ճիշտ ձևը։ Բայց մի բան եմ ուզում ասել։ Այսօր մի գրառում տեսա Facebook-ում Նարեկ Գրիգորյան, հա, ազգային ժողովի պատգամավոր Նարեկ Գրիգորյանի կողմից Factor TV-ին տված հարցազրույցի ժամանակ նա ասել են, որ եթե գեթ մեկ բարեգործություն ցույց կտա պարոն Կարապետյանը Գեղարքունիքի մարզում, ինքը 8 անգամ ներողություն կխնդրի։ Okay։ Ես իմ Facebook-յան էջում, ես հիմա ձեզ պատմեցի, և իմ Facebook-յան իմ անձնական էջում վիդեո եմ դրել, որտեղ որ երևում է սիրուն գյուղը և իր գրառումը և Գրիգորյան։ Սեկտեմբերին ախնդրեմ։ Պարոն Գրիգորյան։ Ես իմ ասելիքն ասեցի, հիմա ձեր հետն է, սպասում ենք ձեր ներողությանը։